Բարի օր, այսօր խոսենք մաշկային խնդիրներից ակնեի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք մաշկաբան Կարեն Վարդանյանին։ Բարև ձեզ բժիշկ։ Ողջույն։ Ինչ է ակնեն, ինչի հետևանքով է առաջանում։ Նայեք, եթե մենք շատ գլոբալ փորձենք ներկայացնել ակնեի պատճառները, ապա իրանք շատ են։ Բայց եթե մենք օրինակ փորձում ենք բնորոշել ակնեի հիվանդությունը, մենք իր մեջ օգտագործում ենք մի քանի տերմին՝ քրոնիկական, բորբոքային, բազմապատճառ եւ բազմագործոն խնդիր։ Եվ եթե գանք բուն պատճառներին, մենք տարանջատում ենք 3 մեծ հիմնական պատճառներ։ Դա ճարպագեղձերի գերաշխատանքն է, որը որ իր հերթին ունի իր նպաստող գործոնները, արտատար ծորանների խցանումը եւ հետագա բորբոքման ձևավորումը։ Սա ակնեի գլոբալ հիմնական 3 պատճառներն են, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին ունի էլ ավելի շատ նպաստող գործոններ։ Տեսեք, ասում են ճարպերը կուտակվում են մազարմատներում, դա հանգեցնում է բորբոքման։ Բայց ինչ անի մարդը, որ ճարպերը չկուտակվեն։ Նայեք, իրականում մի քիչ բարդ հարցադրում է, որտեղ մենք պետքա գանք այն կետից, որ մեր օրգանիզմի ճարպարտադրությունը, դա օրգանիզմի բնականon գործառույթ է, մեր մոտ ճարպագեղձերը սկսում են աշխատել սեռական հասունացման տարիքից եւ աշխատում են եթե ոչ մինչեւ կյանքի վերջ, ապա մինչեւ խոր ծերություն։ Եվ իրանք ունեն որոշակի նշանակություն, արտադրված ճարպը դուրս է գալիս մաշկի մակերես, օծում է մաշկը, օծում է մազերը եւ պաշտպանում է մեզ տարբեր վնասակար արտաքին կամ ներքին գործոններից, օդերևութաբանական գործոններ եւ այլն։ Հետևաբար անջատել ճարպարտադրությունը մենք չենք կարող, պարզապես նույն ակնեի բուժման տակտիկաների մեջ, այդ թվում նաև արտատար ծորանների խցանման դեմ պայքարը համարվում է լավագույն բուժման տակտիկաներից մեկը, որպեսզի այդ ճարպը չմնա ճարպագեղձում, նպաստավոր պայմաններ չստեղծվեն կուցիբակտերիում ակնես կոչված միկրոբների ընտանիքի համար, որոնք էլ բերում են արդեն այդ մնացած ճարպի դեպքում արդեն բորբոքային պրոցեսին։ Ակնեն բնորոշ է ավելի շատ յուղոտ մաշկ ունեցող անձանց։ Նայեք, հարցադրումը մի քիչ եթե ձևափոխեմ, ապա պատասխանս կհնչի այսպես. չկա ակնե առանց գերյուղայնության, որովհետև ակնեն բնորոշ է բացառապես գերյուղայնության արդյունքում զարգացող որպես խնդիր։ Ճիշտ է այն տեսակետը, որ Հայաստանի բնակիչները ունեն յուղոտ մաշկ։ Հարաբերական այո, իհարկե ոչ չինացիների պես, բայց մենք եւս մեր սննդային, մեր գենետիկ, մեր բնակլիմայական առանձնահատկություններից բխելով մենք եւս համարվում ենք գերյուղանության հակված ազգ։ Եվ իհարկե պայմանավորված է թե գենետիկայով, թե օդերևութաբանական գործոններով, թե մեր սննդային առանձնահատկություններով դա։ Սննդային առանձնահատկություն, որ ասացիք, այսինքն մենք սխալ ենք սնվում, դրա հետևանքով ակնե է զարգանում։ Նայեք, այստեղ մի քիչ սխալի եւ ճիշտի չի, օրինակ գեր ճարպարտադրության վրա ազդող սննդային գործոններից, որոնք որ համարվում են ապացուցված, դա համարվում է կաթը, քաղցրի չարաշահումը եւ պաղպաղակը որպես կաթի եւ քաղցրի համադրություն։ Այո, ցավոք սրտի մենք միգուցե կաթի առումով շատ կաթ օգտագործող ազգ չենք, որովհետեւ մեր մոտ գենետիկորեն կա կաթը մարսող ֆերմենտ լակտատդեհիդրոգենազա կոչվածը գենետիկորեն ավելի թույլ է, բայց քաղցրի չարաշահման առումով մենք բավականին ակտիվ ազգ ենք։ Նաեւ չիփսեր, չէ՞։ Fast food-ը իհարկե կամ այտենց վնասակար ընդհանուր առմամբ վնասակար սնունդը իրանք եւս հանդիսանում են տրիգերներ, որոնք որ կարող են գրգռել, բայց ապացուցված սննդամթերք, որոնք որ կարող են առաջ բերել ճարպարտադրության խթանում, դա մի քիչ ավելի բժշկորեն ասված, դա բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդամթերքն են, այդ թվում սպիտակ հացը, այդ թվում fast food-ը, շաքարի պարունակությամբ, բարձր պարունակությամբ մրգերը, օրինակ խաղողը, բանանը։ Ակնեն որ տարիքի մարդկանց մոտ է հանդիպում։ Իրականում առավելապես բնորոշ է իհարկե դեռահասության շրջանին, որտեղ ես նշեցի, որ եթե վաղնորացնային տարիքը մենք չհաշվենք, ճարպագեղձերը սկսում են աշխատել սեռական հասունացման տարիքից, բայց ասել, որ ակնեն միայն դեռահասների խնդիր է, դա բնավ ճիշտ չի, իհարկե առավելապես ավելի մեծ տոկոսով հանդիպում է հենց դեռահասության շրջանում։ Դեռահասների մոտ երբ հանդիպում է ակնե, դա բուժման ենթակա է, թե ինքնուրույն անցնում է։ Նայեք, ակնեն անկախ տարիքային խմբից, անկախ ինքնիշխանության աստիճանից ենթակա է բուժման։
Իհարկե անցել են այն ժամանակները, երբ որ ակնե ունեցող պացիենտներին իրանց հարազատները, ընտանիքի անդամները կամ շրջապատը ասում են կամ ուսնանաս կանցնի, հետո երեխա կունենաս կանցնի, կամ փորձում են ինքնաբուժություններ անել, ակնեն համարվում է մաշկային հիվանդություն, որը որ անկախ տարիքային խմբից, անկախ ծանրության աստիճանից պարտադիր պահանջում է դեղորայքային բուժում։ Առավելապես իհարկե միջին եւ ավելի ծանրության ակներները, որոնք որ կարող են բերել սպիագոյացման լավացում սպիագոյացման ձևով, որոնք արդեն կարող են պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում կամ հետագայում պահանջեն շատ ավելի բարդ գործիքային միջամտություններ մաշկը հնարավորինս հարթ դարձնելու համար։ Այս սպիները ինչի հետևանքով են մնում։ Նայեք, ակնեի կան էլեմենտներ, որոնք որ կոչվում են խոշոր հանգուցային կամ կոնգլոբատ ակնե կամ հանգուցային էլեմենտներ, որոնց լավացման մեջ սպիագոյացումը, այսինքն մաշկի ավելի խորը շերտերի ախտահարումը հետագայում կարող է բերել սպիագոյացման, ընդ որում սպիերը կարող են լինել ամենատարբեր տեսակի, սկսած նորմոտրոֆիկ, այսինքն մաշկին գրեթե հավասար, ատրոֆիկ այն նույն փոսիկները, որոնք որ բոլորս տեսնում ենք, դրանք եւս հանդիսանում են սպիներ, եւ իհարկե հիպերտրոֆիկ մաշկից բարձր մինչեւ անգամ կելոիդ սպիներ, առավելապես այն տեղամասերում, որտեղ որ ենթամաշկային ճարպաբջջանքը շերտը մի փոքր բարակ է, օրինակ դիակների հատվածում, կրծքավանդակի հատվածում, շատ հաճախ մենք ունենում ենք արդեն որպես ոչ թե ակնե, այլ ակնեի բարդություն կելոիդ սպիների ձևով։ Դրանք ոչ մի կերպ չի կարելի հարթեցնել կամ բուժել։ Վիճակը մեղմել իհարկե հնարավոր է փորձել դարձնել մաքսիմալ քիչ տեսանելի, բայց սպիերի վերջնական որպես այդպիսին մոտեցում չկա։ Իհարկե, այսօր կոսմետոլոգիական միջամտությունները, որոնց մեջ ներառվում են նաև գործիքային միջամտությունները, նաև որոշ ներարկումային միջամտություններ, իրանք հնարավորություն տալիս են հնարավորինս հարթեցնելու մաշկը, բայց սպիական հյուսվածքը ինքը վերջնական իր այն ամբողջական լիարժեք առողջ տեսքի բերել գրեթե անհնար է։ Կոսմետոլոգիական միջամտություններից խոսեցիք, մարդիկ երբ ակնե են ունենում, դիմում են կոսմետոլոգի։ Նրանք էլ իրենց գործիքներով փորձում են օգնել այնտեղ, չգիտեմ, գդալ եւ նման բաներ։ Ինչ հաշվի առնեն նախքան կոսմետոլոգի դիմելու։ Նայեք, ուրեմն այսպես օրինակը բերեմ, մենք սրտային խնդրի դեպքում չենք գնա, չէ, կոսմետոլոգի մոտ։ Նույն ձևի մաշկային խնդրի դեպքում պետք չի դիմել կոսմետոլոգի, ով որ անում է միայն կոսմետոլոգիական միջամտություններ։ Այո, մենք այսօր Հայաստանում ունենք նաև մի շարք կոսմետոլոգներ, ովքեր որ ունեն մաշկաբանական կրթություն, բայց ես ունեմ մի խոսք, որ ակնեով, առհասարակ մաշկային խնդիրներով պացիենտներին պետք է բուժեն բացառապես մաշկաբանները։ Ես դեմ չեմ դիմեն կոսմետոլոգին, եթե այդ կոսմետոլոգը ունի նաև մաշկաբանական բարձրագույն կրթություն եւ իրավասություն բուժելու դեղորայքով տվյալ ակնեն։ Եվ օգտվելով առիթից ես իհարկե իմ ինստագրամյան հարթակում էլ ունեցա մի հատ նման ռիլ տեղադրեցի, որ այո, ակնեն բուժում են բացառապես դեղամիջոցներով։ Այո, մի շարք ակնեով պացիենտների հետ աշխատելու ընթացքում կարիք լինում է եւ խնամքի միջոցների դերմոկոսմետիկ շարքից ընտրելու, եւ շատ հաճախ մենք ինքներս մաշկաբաններս ենք ցուցում այս կամ այն կոսմետոլոգիական միջամտությունը, բայց ֆիքսում ենք մի կետ, որ ակնեով պացիենտներին պետք է բուժեն բացառապես մաշկաբանները եւ կոսմետոլոգիական միջամտությունները եւ դերմոկոսմետիկ խնամքի միջոցները կարող են ներգրավել բուժման մեջ, բայց դրանք չեն հանդիսանում դեղորայքային բուժման այլընտրանք։ Իսկ դեղորայքային բուժում նշանակելու համար ակնեով պացիենտին պետք է ունենալ բարձրագույն մաշկաբանական կրթություն։ Իսկ տուժած քաղաքացիների շատ է հանդիպում։ Իրականում այո, իրականում տուժած կարող են լինել թե կոսմետոլոգիական միջամտություններից, որոնք որ տեղին չեն արվել, կարող են տուժել տեղին արված միջամտությունից, որը գրագետ չի արվել, կարող են տուժած պացիենտներ լինել նաև ոչ գրագետ ընտրված դեղորայքային բուժման արդյունքում։ Իրականում այո, դրա համար
ակնեն մի քիչ այն խնդիրն է, որ բավականին լավ ուսումնասիրված է համաշխարհային մաշկաբանական գրականության մեջ առկա են լավագույն ուղեցույցները, որոնք որ տալիս են հնարավորություն բժշկի ամենայն անկեղծությամբ անգամ չմտածելու։ Պարզապես պետք է կարողանալ ակնեի ծանրության աստիճանը ճիշտ գնահատել եւ ուղեցույցից հանել այն լավագույն բուժական մոտեցումը, որը կաշխատի տվյալ պացիենտի ծանրության աստիճանին համապատասխան ակնեի բուժման համար։ Մարդիկ ակնեն շփոթում են երբեմն այսպես ասեմ բզուկների հետ։ Ինչպես տարբերել եւ ակնեն հիմնականում մարմնի որ հատվածներում է լինում։ Նո իրականում բզուկները, եթե այտենց փորձենք իրան մի քիչ ավելի բժշկական տերմինոլոգիայով կոչել, իրանք նույն ակնեի թարախաբշտիկային էլեմենտներն են եւ բզուկները հանդիսանում են ակնեի մի ձևաբանական էլեմենտները։ Ոնց հասկանան դա ակնե է թե ինչ, իհարկե դա մասնագետի խորհրդատվության միջոցով, որովհետև ակնեն իհարկե բավականին հաճախ արձանագրվող հիվանդություն է, բայց մենք ունենք մեծ հիվանդությունների մի խումբ, որը որ կոչվում է ակնեյան նման դերմատոզներ, հա, ակնեիֆորմ դերմատոզներ, որոնք որ կարող են լինել սկզբունքորեն ակնեի հետ ոչ մի կապ չունեցող եւ պահանջեն բնականաբար սկզբունքորեն այլ մոտեցումներ։ Դա ճիշտ է որ աշխատեն մասնագետի հետ։ Ինչ վերաբերվում է ակնեն որտեղ է ավելի շատ տեղակայվում, իհարկե տեղակայվում է այն տեղամասերում, որը որ հարուստ են մազաճարպային ապարատով, որովհետեւ ակնեն ձևավորվում է հենց այդ մազաճարպային ապարատում։ Մենք ունենք զոնաներ, որոնք որ հարուստ են մազաճարպային ապարատով, դա գլխի մազածածկ շրջանն է, դեմքն է, պարանոցն է, փոքրատառ անգլերեն վետառի պես կարող ենք դիտարկել կրծքավանդակը եւ մեծատառ վետառի պես ուսագոտիներ թիկունքը։ Բայց իրականում կարող ակնե էլեմենտներ լինեն նաեւ այս տեղակայումից դուրս, որտեղ մենք այլ տեղերում առավել բնորոշը սա է, բայց կարող ենք ունենալ նաև այլ տեղակայման։ Կան հիվանդություններ, որոնց հետևանքով զարգանում է ակնեն։ Ակնեն ինքնուրույն հիվանդություն է, ինքը համարվում է մաշկաբանական ինքնուրույն հիվանդություն, բայց այո կան հիվանդություններ, որոնք կարող են նպաստել ակնեի զարգացմանը, ակնեի ի հայտ գալուն, ակնեի ավելի ծանր ընթացքին, օրինակ կանանց եւ աղջիկների մոտ հորմոնալ որոշակի ախտաբանական շեղումները, երբ որ դիսբալանս է գնում արական եւ իգական հորմոնների մեջ, արական հորմոնների գերքանակությունը իգական սեռի անձանց մոտ կարող է բերել ակնեի RLL ավելի արտահայտիչ լինելուն, ավելի դժվար բուժման ենթարկվելուն։ Կան մի շարք դեղորայքներ, որոնք որ օգտագործում են այս կամ այն խնդրի բուժման կապակցությամբ, որոնք եւս կարող են սրել կամ վատացնել ակնեի ընթացքը։ Բայց ակնեն ինքնուրույն ինքը մզուտ մաշկաբանական հիվանդություն է եւ օգտվելով առիթից նորից ասեմ, օրինակ շատ հաճախ պացիենտները դիմում են գաստրոենտերոլոգին ակնկալելով, որ ակնեն գալիս է մարսողական համակարգից, պետք է առողջացնել մարսողական համակարգը, որպեսզի ակնեն անցնի։ Իրականում շատ հաճախ մենք ինքներս ակնե ունեցող պացիենտներին ուղղորդում ենք գաստրոենտերոլոգի մոտ, եթե ակնեի հետ միասին կան նաև մարսողական գանգատներ, բայց բոլոր ակնե ունեցող պացիենտները չի, որ կարիք ունեն գաստրոենտերոլոգի կամ ունեն հորմոնալ ախտաբանական շեղումներ էնդոկրինոլոգի կամ օգտագործում են տարբեր հոգեմետ դեղամիջոցներ կամ հորմոններ այս կամ այն խնդրի կապակցությամբ, որը կարիք է պահանջում արդեն աշխատել օրինակ ռևմատոլոգի հետ, օրինակ հոգեբուժի հետ, դիտարկելու համար որոշ դեղամիջոցների փոփոխության կամ հանման անհրաժեշտությունը։ Լինում է ստերոիդային, չէ՞ ակնե։ Հա, իհարկե, օրինակ շատ հաճախ դա զարգանում է սպորտսմենների մոտ, ովքեր որ այդ իրանց սպորտի մեջ օգտագործում են տարբեր ստերոիդներ եւ ստերոիդալ ակնեն եւս շատ բնորոշ է, մասնավորապես այդ կոնտինգենտին։ Նորածինների մոտ եւս հանդիպում է ակնե։ Այո, նորածնային ակնեն ինքը առանձին լրիվ նոզոլոգիական միավոր է, շատ հաճախ հանդիսանում է հենց նորածնային կամ վաղ մանկական տարիքում, օգտվելով առիթից նորից փաստեմ, որ մենք ունենք տրանզիտոր խնդիրներ, որոնց բնորոշ է ինքնալավացումը եւ շատ ակտիվ միջամտություններ նորածնային ակնեի ժամանակ խորտ չի տրվում։
Ինքը обычно հետազարգանում ինքնաբերաբար, իհարկե տեսքը շատ մտահոգող է, շատ երբեմն մամաները վախեցած, վայ բան, էս ինչ է երեխու դեմքը, բայց շատ դեպքերի ճնշող մեծ համասնությունում իրանք ինքնուրույն հետ են զարգանում եւ շատ հազվագյուտ դեպքերում, երբ որ այդ երկրորդային միանում է նաեւ ինֆեկցիոն, կարիք է լինում լրացուցիչ բժշկի կողմից դեղորայքի նշանակման։ Ինչ հետազոտություններ են կատարում նախքան վերջնական հաստատումը, որ ակնե է։ Իրականում ակնեն կլինիկական դիագնոզ է, այսինքն մենք տեսնում ենք, համադրում ենք մեր տեսածը, մեր գիտելիքների, պացիենտի տրված ինֆորմացիայի եւ գանգատների հետ, обычно ինքը արդեն գալիս է դիագնոզը։ Մենք ունենք մաշկաբանական դիագնոստիկ կրիտերիաներ, օրինակ տեսնում ենք բազմաէլեմենտ ցանավորում, այնտեղ տեսնում ենք կոմեդոնալ էլեմենտները, փակ բաց տեսնում ենք տարախաբշտիկները, տեսնում ենք հանգույցային էլեմենտները, տեսնում ենք այդ ամեն ինչը տիպիկ տարիքային խմբում, տիպիկ տեղակայումով եւ ակնեի որպես այդպիսին լաբորատոր կամ գործիքային դիագնոստիկ մեթոդ չկա, այլ հարցը որ ակնեի բուժման տակտիկայի ընտրության մեջ, այո, երբեմն մենք ինքներս ցուցում ենք որոշ լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ, օրինակ բացառելու համար նույն այդ հորմոնալ խնդիրները իգական սեռի ներկայացուցիչների մոտ, ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը, որը պահանջում է նաև աշխատանք նաև էնդոկրինոլոգի կամ գինեկոլոգի հետ։ Ցուցում ենք որոշ լաբորատոր հետազոտություններ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար, որտեղ մենք ունենք դեղամիջոցներ, որոնք որ օգտագործում են երկար ժամանակ, տևական ժամանակ եւ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի գնահատումը տալու է մեզ հնարավորություն տվյալ պացիենտի համար ավելի կոռեկտ դեղաչափեր ընտրելու։ Վահանաձև գեղձի հիվանդությունները եւս չէ դեր ունեն։ Ավելի շատ էնդոկրին համակարգից իհարկե դերակատարում ունեն մակերի կամների կամ այսպես ասած սեռական հորմոնները, բայց վահանաձև գեղձի ինքը փոխկապակցված լինելով ողջ այդ էնդոկրին համակարգում դերը նշանակությունը շատ մեծ չի, բայց կարող է ունենալ կամ կարող են նպաստել վահանաձև գեղձի խնդրի բուժման նպատակով կիրառվող դեղամիջոցները ակնեի ընթացքին։ Ակնեն հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, բայց կրկին պատճառները նույնն են։ Ակնեն հանդիպում է եւ կանանց եւ տղամարդկանց մոտ հավասարապես, իհարկե տղամարդկանց մոտ պայմանավորված արական հորմոնների բնականon ավելի բարձր լինելով կանանց համեմատ կարող է ունենալ ավելի ծանր ընթացք, այո, հանդիպում է երկու սեռի մոտ, այո, պատճառները նույնն են, բնականաբար գերաշխատող ճարպագեղձեր, արտատար ծորանների խցանում եւ հետագա բորբոքում, կանանց դեպքում մոտեցումը մի փոքր այլ կարող է լինել, եթե մենք տեսնենք արական սեռական հորմոններ ստուգելու անհրաժեշտություն, իսկ նույն այդ դեպքում այդ անհրաժեշտությունը գնահատվում է բժշկի կողմից ոչ միայն ակնեի ծանրության աստիճանով, այլ նաև ուղեկցող գանգատներով, օրինակ դաշտանային ցիկլի նորմալ կամ ոչ նորմալ ընթացքով, կանանց աղջիկների մոտ անցանկալի մասածածկույթի առկայությամբ տիպիկ տեղակայումով։ Բնականաբար տղամարդկանց մոտ, եթե նորմալ է ցուցանիշները, հորմոններ չի իջացվում։ Եթե իգական սեռի մոտ մենք տեսնում ենք բարձր արական սեռական հորմոնների քանակություն, աշխատում ենք նաև էնդոկրինոլոգի հետ, որպեսզի այդ հորմոնալ ֆոնը եւս կարգավորվի, որտեղ դա եւս հանդիսանում է այն գլոբալ պատճառների վրա միացած նպաստող բավականին լուրջ նպաստող գործոն։ Ակնե ունեցողները հաճախ դեմքը խնամելու առումով օճառ են օգտագործում, օրինակ կարող են մաքրել դեմքը օճառով։ Սա վնաս է թե օգուտ։ Իրականում հետազոտություններ կան, որ փաստում են, որ մի շարք ակնե ունեցող անձանց իրականում թվում է, որ իրանք բավականաչափ աշխատում են իրանց դեմքի հետ։ Դա բառացի եմ մեջբերում այդ հետազոտության բանը, համ միտքը ցիտում եմ, ցավոք սրտի դա արվում է ինչի հաշվին, օրինակ հին ժամանակներում կար մոտեցում, որ ակնեն պետքա շատ լվանալ դեմքը, որպեսզի լավանա,
հա, շատ հաճախ օգտագործում են ագրեսիվ օճառ պարունակող միջոցներ, շատ հաճախ ընտրում են ինքնուրույն, հիմա շատ մոդայի կա ինտերնետից օգտվելը, ել ավելի մոդայի կա դարձել արհեստական բանականության ծրագրերից, օրինակ ChatGPT-ին հարցնել, թե ինչ կարելի է օգտագործել ակնեի ժամանակ։ Հավատացնում եմ ձեզ, որ միշտ չի, որ իրանց ընտրած միջոցներն է, իրանց անհրաժեշտ, որովհետև ակնեի մի տեսակի դեպքում մենք ինքներս ընտրում ենք ագրեսիվ օճառներ, մեկ այլ դեպքում, օրինակ, խորհուրդ ենք տալիս բացառել օճառ պարունակող միջոցների օգտագործումը, որովհետև մի քիչ ինքը առանձնահատուկ մոտեցում պահանջող է։ Նաև առօրյայում սովորական մեյքափ, այսպես ասենք, մաքրելու համար օճառ են օգտագործում, սա մաշկին վնաս չէ ընդհանուր առմամբ։ Նայեք, ցանկացած բան եթե օգտագործվում է տեղին, ինքը միայն օգուտ է։ Ցանկացած բան եթե օգտագործվում է ոչ տեղին ու ոչ գրագետ, ինքը բնականաբար վնասելու է մաշկը։ Հիմա եթե մարդը որևիցե խնդիր չունի դեմքի մաշկի հետ կապված, անում է մեյքափ եւ կարիք ունի այդ մեյքափը լվանալու եւ օգտագործում է մեղմ օճառ, ես սկզբունքորեն դեմ չեմ, թող օգտագործի։ Բայց եթե մարդը խնդիր չունի, ունի մեյքափ եւ մեյքափը լվանալու համար օգտագործում է ակնեի բուժման պրոցեսի մեջ ներգրավվող օճառներ, որոնք որ ագրեսիվ նյութեր են պարունակում, բնականաբար վնասելու է մաշկը, չորացնելու է, առաջացնելու է ել ավելի այլ խնդիրներ։ Եթե մարդը ունի ակնե, այդ դեպքում իր մեյքափն էլ պետքա լինի չափավոր, օրինակ նույն հետազոտություններով, որ նախինում բժիշկները, ծնողները, շրջապատի մարդիկ ասում են, թե դու ունես ակնե, չպետք է շպարվես։ Հիմա հետազոտությունները ինչ են փաստում, որ չափավոր, գրագետ, ոչ կոմեդոգեն քողարկող միջոցների, տոնային միջոցների մասին է խոսքը, քողարկող միջոցների գրագետ օգտագործումը ինքը դրական ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա, ինչ կարող է դրական ազդել ակնեի բուժման ընթացքի վրա։ Բայց շատ հաճախ ես մեկ տենց կիսահումոր իմ խորհրդատվության ժամանակ օգտագործում եմ գյաճ տերմինը, դու այն չերես չուր շպարի մասին է խոսքը, երբ որ մենք որ մակիաժ արած, բայց դու ճաքեր ես տեսնում, այն մակիաժի շերտը այնքան հասնում, որ դու ճեղքեր ես տեսնում։ Բնականաբար դա չի կարող օգուտ տալ ոչ մի պարագայում, որտեղ նույն եթե մենք խոսենք ակնեի 3 պատճառներից ծորանները խցանվելու պատճառի մասին, ոչ ճիշտ, ոչ գրագետ ընտրված քողարկող միջոցները դրա համար մեկ պատճառներն են, որոնք որ բերում են հենց այդ արտատար ճարպագեղձերի արտատար ծորանների խցանման։ Դրա համար մենք խորհուրդ ենք տալիս ընտրել քողարկող միջոցներ ակնեի ունեցողներին կամ ակնեի հակված մաշկ ունեցողներին, որոնք որ կլինեն հատուկ մակլշումով, որ կլինեն ոչ կոմեդոգեն։ Բայց նման երանգակրեմներ կան։ Այո։ Իսկ ինչպես է բուժվում ակնեն։ Հարցը իրականում շատ լավն է, ասեմ, որ ակնեի բուժման տակտիկան ուղիղ կապ ունի ակնեի ծանրության աստիճանի հետ։ Ես շատ հաճախ իմ խորհրդատվությունների ժամանակ այդ միտքը օգտագործում եմ, որ բժիշկը չպետք է նշանակի իր պացիենտին բուժում, քանի դեռ գոնե բժիշկը չգիտի իր պացիենտի ակնեի ծանրության աստիճանը, բավականին լավ ուղեցույցներ կան, որոնք իրանց մեջ պարունակում են այդ սանդղակները, որտեղ կան հստակ ցուցանիշներ մաքսիմալ օբյեկտիվ գնահատական ունենալու համար։ Եվ արդեն ծանրության աստիճանի որոշումից հետո կարելի է ուղեցույցներից ստանալ լավագույն բուժման տակտիկան։ Օրինակ, եթե մենք ունենք թեթև կամ թեթևից դեպի միջին ակնե, այդ դեպքում բնականաբար դեղամիջոցներ, որտեղ խնամքը չի փոխարինում, բայց կարող են ընտրվել միայն արտաքին օգտագործման դեղամիջոցներ, միջին եւ ավելի ծանրության ակնեի դեպքում մինչեւ անգամ այդ տեղային դեղամիջոցների հետ զուգակցվում է այս կամ այն տեսակի դեղորայքներ, որոնք որ պարտավոր է նշանակել մի բացառապես բժիշկը, բժշկի հսկողության տակ, որոշ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի գնահատում իրականացնելուց հետո եւ տևական մինչեւ անգամ 8 ամիս եւ ավելի ժամանակահատվածով։ Բուժման տեսակի ընտրությունը նորից ասեմ, որ կապ ունի ակնեի ծանրության աստիճանի հետ։ Եթե դիցուք մենք թեթև ակնեն բուժենք ծանր դեղամիջոցներով, այո, իհարկե կլավացնենք, բայց ինչ գնով,
հա, եւ եթե մենք ունենանք ծանր ակնե, փորձենք տեղային բուժումով տարիներով էլ աշխատել, մենք չենք ունենալու արդյունավետություն։ Դա ակնեի բուժումը սկսելուց առաջ կարևոր է, որ մասնագետը գնահատի տվյալ պացիենտի ակնեի ծանրության աստիճանը։ Ակնեն վերջնական բուժում չունի։ Իհարկե ցանկացած բան ունի բուժում, վերջնական բուժումը ասածը մենք մի քիչ բուժաշխատողներս այլ կերպ ենք պատկերացնում, ոչ բուժաշխատողները այլ կերպ։ Մենք խոսեցինք, որ մեր մոտ ճարպագեղձերի աշխատանքը սկսում է սեռահասունացման տարիքից գնում է մինչև խոր ծերություն։ Ակնեի բուժումը չի ավարտվում դեղորայք ստանալով, որտեղ այդ ակնեի հակումը տվյալ անձի մոտ շարունակելու է մնալ նպաստող գործոնները, որոնք որ միշտ չի որ մեզանից կախված են, ու եթե չհաշվենք սննդային գործոնները, նպաստող գործոնները շարունակելու են ազդել, գենետիկան չի փոխվելու, բնակլիմայական ազդակները շարունակելու են ազդել եւ այո, ակնեն հակում ունի կրկնվելու։ Բայց գրագետ կազմակերպված բուժումից հետո միևնույն ակնեի հակված մաշկը պահանջում է որոշակի խնամքի միջոցների մշտական օգտագործում։ Եվ զարմանալիորեն օրինակ իմ ակնե ունեցող պացիենտների ճնշող մեծամասնությունը անգամ բուժումը ավարտելուց հետո պարբերաբար մենք հանդիպում ենք, քննարկում ենք, արդյունավետությունը նորից գնահատում ենք, լրացուցիչ ինչ-որ բան խնամքում փոփոխելու անհրաժեշտությունը քննարկում ենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք մաշկաբան Կարեն Վարդանյանի հետ։